100,000 դրամ տուգանք կենտրոն հեռուստաընկերությանը Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ ու դրան հաջորդող օրերին նրա մոտ 70 ընկերությունների փակման մասին լրատվական հաղորդումներում չափից շատ անդրադառնալու համար։ Ես նույնիսկ երբ որ Discovery-ով առյուծ եմ տեսնում, ասոցացնում եմ մուլտիվերնեսի։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ դերասան ռեժիսոր Արթուր Մանուկյանի համար ցանկացած առյուծ ասոցացվում է կալանավորված Ծառուկյանի ընկերությունների հետ։ Քանի որ մուլտիմեդիա փակվար, կենտրոն TV փակվարն է իրական մուլտիբանալի կենտրոն հեռուստաընկերությանն է վերաբերում։ Հետևաբար հուլիսի 6-ին, 7-ին եւ 8-ին մշտադիտարկում իրականացվել է կենտրոն հեռուստաընկերություն։ Ծառուկյանի ընտանիքին պատկանող կոնցերնի մաս կազմող հեռուստաընկերության գլխավոր տնօրենը համաձայն չէ հանձնաժողովի միաձայն ընդունված այսօրվա որոշման հետ, այն ստանալուց հետո կորոշեն դիմել դատարան, թե ոչ։ Որովհետև այս իրադարձությունները ես չեմ պլանավորել, դա պետության պլանավորած իրադարձություններ են։ Պետխեհեմ Արաբյանը հանձնաժողովականներին հարցրեց, ինչու որոշեցին դիտարկել հեռուստաընկերության աշխատանքը հենց այն օրերին, երբ իրավապահները մտան Ծառուկյանի տուն ու հիմնարկներ։ Հանձնաժողովականները բացատրեցին, իրենք են որոշում, թե երբ դիտարկում անեն։ Սկսեցին մոնիթորինգը ու գտան խախտում։ Ծառուկյանի թեման լրատվական թողարկումներում գերազանցել է օրենքով սահմանված 25%-ը։ Ում մասին է եղել 25%-ը։ Հաշվի առնելով ձեր հարցը Գագիկ Ծառուկյան։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը պնդեց 8 տարվա ընթացքում կենտրոնը նման չարաշահում է թույլ տվել եւ 4 անգամ պատժվել եւ 4 անգամն էլ Ծառուկյանի պատճառով։ Տասնյակ անգամներ են զգուշացրել աստիճանաբար նվազեցնել մեծահարուստ գործարարի լուսաբանումը, բայց ապարդյուն։ Ինչի ատեց, արդյոք Գագիկ Ծառուկյանը սեփականատերն է, կամ ազդեցություն ունի, կամ ֆինանսավորված է հեռուստաընկերությունը, որ այդպիսի մեծ ուշադրություն կա հենց այդ անձի նկատմամբ։ Արաբյանը սակայն հակադարձեց Արարատ ցեմենտի եւ մյուս ընկերությունների փակվելու, մարդկանց անգործ թողնելու, ցեմենտի պակասի մասին թեմաները նույն Ծառուկյանի թեման չեն եւ իրենց հրապարակած կադրերում Գագիկ Ծառուկյանն անգամ չի էլ երևում։ Եթե ես հայտնում եմ, որ փարավոնը փակվում է, եթե էպիկենտրոնը անդրադառնում է այդ թեմային, ինչ առնչություն ունի դա Գագիկ Ծառուկյան անձին լուսաբանելու հետ։ Կամ Արարատ գինու կոնյակի օղու կոմբինատում քննչական գործողությունները կարծեմ երկու մարմնի կողմից եւ ՊԵԿ-ի եւ քննչական կոմիտեի։ Այսինքն եթե մենք դա լուսաբանում ենք, որովհետեւ հսկայածավալ գործարանում գործողություններ են իրականացնում, եթե պետությունը ռեսուրսներ է հատկացրել, եթե գործողություն է իրականացնում, եթե պլանավորել է այդ ամենը իրականացնել, ապա ուրեմն եւ պետք է լուսաբանել։ Ամենայն վստահությամբ ձեզ հայտնում եմ, եթե դա չլիներ Գագիկ Ծառուկյանը եւ լիներ X անց լուսաբանվելու է նույն կերպ։ Եթե մտել են Գագիկ Ծառուկյանի տուն եւ մտնեին X անձի այգի, ապա լուսաբանումը կլիներ այդպես, բայց կենտրոնի ղեկավարը պնդեց, երկրի թիվ 1 իրադարձությունն այդ օրերին Ծառուկյանն ու նրա ձեռնարկություններում իրավապահների գործողություններն էին եւ դրանց անդրադարձել են ոչ միայն իրենք, այլ ամբողջ լրատվական դաշտը։ Ըստ հանձնաժողովի, սակայն մյուս լրատվականները նման խախտում թույլ չեն տվել։ Ասոցիացիա Գագիկ Ծառուկյանի հետ։ Նույն ձև ուրեմն ասոցիացիա ունեն բոլոր նախարարները վարչապետի հետ։ Մինչ Արաբյանը բացատրում էր, որ հանրային հնչեղության թեմաների է անդրադարձել, հանձնաժողովի անդամ լրագրող եւ մեդիա վերլուծաբան Նունե Հախվերդյանը հակադարձում էր։ Դուք ասում եք մեկ անձի շուրջ չի, բայց եթե նույնիսկ անձի շուրջ չի, մենք ասում ենք, որ թեման է նույն։ Եվ ի վերջո սա տենց մի արտահերթ իրավիճակ չի։ Դա աղետալի չի եւ արտակարգ իրավիճակ չի հայտարարված հասարակությունում, որ դա լինի մեղացուցիչ հանգամանք։ Կենտրոնի ղեկավարը մի օրինակ էլ բերեց, եթե առաջնորդվեն հանձնաժողովականների տրամաբանությամբ, ապա լրատվամիջոցներին կարող են տուգանել նաև տարբեր նախարարությունների աշխատանքը լուսաբանելու համար։ Եթե ես լուսաբանում եմ արդարադատության նախարարությանը, ես լուսաբանում եմ սոցիալ-նախարարությանը, ես լուսաբանում եմ պաշտպանության նախարարությանը, նույն օրը ես լուսաբանում եմ նաև արտաքին գործերի նախարարությունը, արդյոք ես լուսաբանում եմ միայն կառավարությանը եւ դա 25%-ի խախտում է, կամ արդյոք ես լուսաբանում եմ Նիկոլ Փաշինյանին։ Արդյոք միտում տեսնում են հանձնաժողովի որոշման մեջ, որովհետև երբ այն նույն առավոտյան պետական մի շարք կառույցներ գնացել են մուլտիգրուպ կոնցերնի մի շարք ընկերություններ, փաստացի չագերտավոր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն էլ եկել է կենտրոն հեռուստաընկերություն։ Եթե այս նույն խախտումը հեռուստատեսությունը 1 տարվա ընթացքում էլի թույլ տա, ապա կկասեցվի նրա լիցենզիան, իսկ դրանից հետո այն կդադարեցվի։ Արդյոք Ծառուկյանին ունեզրկելու մասին վարչապետի հայտարարությունից հետո կենտրոնը եւս կվերցնեն, պարզ չէ։ Տիգրան Հակոբյանը հրաժարվեց նման հարցերի պատասխանել։ Տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող Ծառուկյանի 3 ընկերություններ նրա կալանավորմանը հաջորդած 1 ամսվա ընթացքում արդեն անցել են պետության կառավարություն։
կառավարմանը։ Իդեպ Հակոբյանը խոստովանեց, որ հանրային հեռուստաընկերությունը եւս նմանատիպ խախտումներ է թույլ տալիս, բայց իրենք օրենքով լծակներ չունեն։ Այն, ինչի համար այսօր տուգանվեց կենտրոնը, պարբերաբար քննադատվում է հանրային հեռարձակողը։ Օրինակ, անկախ դիտորդի մոնիթորինգը ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում քարոզչական եւ քարոզչական ենթատեքստ ունեցող նյութերում հանրայինը առավելապես անդրադարձել է իշխող քաղաքացիական պայմանագրին, իսկ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը ունեցել է առավելապես բացասական հակաքարոզչական շեշտադրում։